Թուրքի հետ ինչի պիտի բարեկամություն անեմ։ Թուրքը կարող է գա ինձնից մի կիլո խնձոր առնի կամ ես էլ մի կիլո կառալոկ իրենից վերցնեմ ու վերջ այդ ինչ բարեկամությունն ինչ է։ Ինչ բարեկամություն։ Թուրքի հետ չի կարելի բարեկամ լինել։ Թուրքը մնում է թուրք, ինչքան էլ ձեր երեսին ժպտա, նրա դանակը մեջքին պահած է։ Այդ դարերով եկած բան է, դա չի փոխվի։ Շատ կուզենայի, բայց ցավոք սրտի երկու կողմից թուրքերով ենք շրջապատված։ Թուրքիայի հետ կարծում եմ, որ անհնարին է բարեկամանալ, ու իմ կարծիքով նպատակը Թուրքիայի միանշանակ բարեկամանալու կարգում չեղարկել ցեղասպանությունը։ Բնականաբար բարեկամություն որպես այդպեսին չեմ համարում, որ հնարավոր է, որովհետև առհասարակ երկրների միջև չկան բարեկամական հարաբերություններ, կան ռազմավարական հարաբերություններ, դաշնակցային հարաբերություններ հիմնված շահի վրա, փոխշահավետ համագործակցության վրա։ Այդ տեսանկյունից, եթե օրինակ մենք հնարավորություն ունենանք մեր երկիրը հասցնելու այնպիսի զարգացվածության մակարդակի, կառուցենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որը մեզ թույլ կտա ինչու՞ չէ նաև հարևան պետություններից քաղել օգուտներ մեր իսկ սեփական շահի համար, ու այդ ամեն ինչի քողի ներքո բաց չթողնել շատ կարևոր արժեքների պահպանության հարցը, ինչու՞ չէ նաև հնարավոր է ու կարելի է օգուտներ քաղել հենց իրենց օգտագործել իրենց դեմ պատրաստվելու խաղաղության հասնելու համար։ Միշտ ասում են թշնամուն մոտ պահես լավ է, այդ հարցի շուրջ չեմ մտածել, շատ հայեր կան հիմա ներկա պահին Թուրքիայում, դրա համար եմ զարմանում, այն մարդիկ, որոնք որ ապրել են, ասենք թեկուզ ծպտյալ հայեր են, դրանց ինչ որ կերպ հասկանում են, բայց մարդիկ, որ հիմա են գնում այնտեղ, չգիտեմ, աշխատելու նպատակով թուրքերի տանը կամ չգիտեմ նույնիսկ բիզնեսի նպատակով, ինձ համար անհասկանալի է։ Անվտանգությունը կարծում եմ, որ կախված առաջին հերթին կառավարությունից, եթե երկրում հիմա հանգիստ մուտք ու ելք կա Թուրքիայի քաղաքացիների, դա նշանակում է, որ կառավարությունը չի հետևում եւ լուրջ չի վերաբերվում կամ ավելի հարմար է գտնում, ավելի հեշտացնելու ճանապարհները բացելու ու Հայաստանը միացնելու Թուրքիայի կամ ավելի վատ հանձնելու Թուրքիային։ Մենք ճիշտ էդի չգիտենք, ոնց է, ինչ է, չենք կարող ասենք։ Էլի բոլոր ինֆորմացիան չունի ժողովուրդը, ինֆորմացիան չկա։ Եթե ինֆորմացիա լինի, լավ։ Մենք ես ապրում եմ ինքս Գորիսում, մի քիչ ասենք տեղեկություն ունեմ, ոնց է, ինչ է, բան չէ, կարևորը ժողովրդի մեջ վախ չկա, ժողովուրդը իրանց տներում ապրում են, եթե պետք լինի բոլորն էլ մի մարդման կհելեն ու կպայքարեն, կկռվեն, ոչ մի ուրիշ ձև չկա ապրելու։ Չեմ տիրապետում ինչ մակարդակի վրա է մեր անվտանգության մակարդակը, բայց կուզեի լինեին միասնական։ Անվտանգային մակարդակ գոյություն չունի Հայաստանում։ Ոչ մի մակարդակ ստեղ գոյություն չունի։ Թե ներքին, թե արտաքին վտանգները շատ լուրջ են։ Ում եք հիմնական պատասխանատուն համարում ստեղծված իրավիճակի համար, անվտանգային իրավիճակի համար։ Մեզ հայլու մեջ որ նայենք, մեզ, ով է բերել այս իշխանությունը, մենք ենք պատասխանատու։ Բոլորին գոհուշենք, որտեղ շատ դեկար է իրանց գործը, դրա համար գոհ եմ։ Ինչ անվտանգային, մենք չունենք այդպես բան, չկա Հայաստանին անվտանգային բան։ Ում եք պատասխանատու համարում ստեղծված իրավիճակի համար։ Ում է պիտի համարես, որ ղեկավարում է, միշտ էլ ղեկավարն է մեղավոր։ Եվ ինչ պետք է անել, որպեսզի փոխվի այս ստեղծված իրավիճակը։ Պետք է օրինական ընտրություններ։ Օրինական։ Վախելու ոչ մի բան չկա։ Մենք պետք է հասկանանք ովքեր են մեր բարեկամները, ովքեր են մեր ոչ բարեկամները։ Գիտեք ինչ, չկա միշտ բարեկամ, չկա միշտ թշնամի, մենք պետք է գործենք նենց, ոնց որ մեզ է ձեր տալի, մեր հանրապետությանն է ձեր տալի, մեր երկրին է ձեր տալի։ Այդ ձև անենք, դրա համար եմ ասում, պետք է հավաքվեն մասնագետներ, բոլոր կարգի, թե տնտեսագետներ, թե քաղաքագետներ, նստեն, որոշեն, ժողովրդի կարծիքը հարցնեն, կարծիքները տարբեր են։ Ինձ համար ճիշտ չի Եվրամիություն գնալը, որովհետև իմ կարծիքով
մեր մենտալիտետը եւ ռուսների մենտալիտետը ավելի մոտ են, մեր արժեքները ավելի են համապատասխանում։ Պիտի այդ ժամանակը կա, որ ես ինչ-որ բան ենթադրեմ ասեմ, ես ոչ էկոնոմիստ չեմ, բան չեմ, ես չեմ կարող բան, մեկնաբանի էդի։ Հայը միշտ էլ ինքը իր համար ստեղծում է ինչ-որ բան ապրելու համար։ Ոչ մի կասկած չունենաք, թեկուզ սահմանները լրիվությամբ փակվի, հայը ինքը իր համար ստեղծում է։ Մենք ստեղծագործ ազգ ենք ու մենք ստեղծենք ամեն ինչ։ Եվրամիությունը ոչ մի լավ բանի չի բերի միացումը, որովհետև պատմությունը միշտ Ռուսաստանի հետ եղել է բարեկամական հարաբերությունների մեջ եւ առանց Ռուսաստանի կարծում եմ, որ հնարավոր չի լինի։ Չգիտեմ, ես ոնց է այնտեղ какое там положение. Ну, если будет Евросоюз помогать чем-то, может и это, но не знаю я не могу сказать на этот вопрос. Ներկա ժամանակում չեմ տեսնում համապատասխան տեխնացու, որը կկարողանա բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատել եւ վերադարձնել արցախցիներին իրենց բնակավայր, բայց մեծ հույսեր ունեմ, որ շուտով կգա այդ ժամանակը։ Չէ, առանց պատերազմ չի լինի, ցավոք սրտի։ Որ իշխանություն ուզում ա գա ներկա իշխանություններից հետո առանց պատերազմի չի լուծվում հարց։ Միշտ ցավոք սրտի, բայց էլի վստահ եմ, մեր արցախցիները իրենց տունը կգտնեն։ Ինձ թվում է բանակցությունների միջոցով արցախցիներին հետ վերադարձնել հնարավոր չի։ Իմ կարծիքով մենք պետք է լինենք մի Բրունսկ, ոնց որ երկի մեջ է հրով լինի, սրով լինի, երթով լինի, երկով լինի, պարով լինի, ամեն ինչով կարանք հետ բերենք մեր Արցախը, բայց եթե միայն լինենք մի Բրունսկով, ճշմարիտ պետություն ունենանք։ Շատ դժվար է, չեմ կարող ասեմ, բայց իմ պատկերացմամբ լավ որ անհնար է դա։ Մոտակա տասնյակ տարիներին դա հնարավոր չի։ Իսկ ինչ վերաբերում է խաղ ոչ մեկ մինչև այդ այրը բակվում էին լաբրում, Սումգայիթում էլ, բա հիմա ուր են։ Ոնց որ երազանքի թեմայով հարց լինի, չգիտեմ, կուզեմ իմ բալիկը գոնե կարողանա գնալ Արցախը տեսնի, եթե ուժեղ անանք, ուժեղ բանակ ունենանք, լավ մշակենք, չգիտեմ, ես մտածում եմ, եթե լավ ղեկավար ունենանք, ու լավ բանակ ունենանք, մենք ուժեղ ենք, ուղղակի պետք է ճիշտ ուղղորդել, ուժերը դավաճաններ չլինեն ու մեզնից 10 անգամ ավելի շատ թվով, ավելի հզոր տեխնիկայով թշնամուներ մենք կկոտրենք։ Քանի որ մեր երկիրը սուրբ երկիր է, ինձ թվում է Հայաստանը այն ընտրված Աստծո կողմից երկիրն է, որը որ պետքա միշտ բարգավաճի, միշտ փորձություններ ունենում է, որովհետև ուժեղ է։ Ես կուզենայի, որ մեր Հայաստանում լիներ այնպիսի կառավարություն, որը որ առաջինը կպաշտի հոգևոր արժեքները եւ կհիշի ինչն է առաջնահերթ մեր երկրի համար կարևոր։ Դրա համար կառավարությունն էլ պետք է ունենա Աստծո վախ իր մեջ, որովհետև դրա շնորհիվ կարող է մեր երկիրը բարձրացնի։ Այս անգամ կարծում եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։ Դա ժողովրդի ընտրությունը չէր։ Ես չեմ հավատում, որ հայ ժողովուրդը այնքան միամիտ գտնվեց, որ նման մարդու բերեց իշխանության։ Պետք է ազգի ծոցից դուրս գա, ու դուրս կգա վստահ ենք, բոլորս ենք վստահ։ Լինեն ազգասեր եւ հայասեր։ Երևի թե միայն այդ դեպքում կարելի է տեսնել պայծառ ապագա։ Կապ չունի հիմիկ ու իշխանությունը լինի, հաջորդ իշխանությունը լինի, իշխանությունը պետք է լինի ժողովրդական, իշխանությունը պետք է լինի բաց, իշխանությունը պետք է լինի դեմոկրատ, իշխանությունը պետք է լինի ուժեղ։ Ու իրանց կարծիքները, ասենք, պետք է անպայման համահուն չլինի ժողովրդի հետ, դա շատ կարևոր է։ Դեմքեր չեմ տեսնում, անընդհատ վատը, վատից վատը, բայց կուզեի լինել ուժեղ մի մարդ, որ աշխարհին, երբ որ ասում են Հայաստանի ղեկավարներ, գլուխներս մի քիչ բարձր լիներ, մեր ազգի պատիվը բարձր պահեր, մենք չհամաչեինք մեր ղեկավարից։